Պապան իմացել է, որ կարբիտը անդարբեր չի, Անուշիկի հանդեպ։ Դրա ի՞նչ դեմ գլխի դուր հանգստանում, արա։ Եթե օրերից մի օր իմ արտադրանքի փոխարեն կարբիտի հոր արտադրանքը կարտահանվի Ռուսաստան։ Այն ժամանակ դու իմ հետ թեմա կունենաս, տղա ջան։ Մխոտ ջան, նորստեղ մեկ եկավ, կերավ, խմավ, կշտացավ, բայց ում հաշվից չիմացավ, թողեց, գնաց, հաշիվն էլ չփակեց։ Էլան կախպեր։ Էլան կապը։ Էլան կապը։ Էլան կապը։ Խոսում եմ ես, չորում է կարբիտը, սավաղում ենք սաղս, վերջում է ճշտի դրոշակը խփում եմ ես։ Մխո։ Արի ապը։ Ես մենք իրար հետ պաչիկով բարև չունենք ախպերս։ Ունենք ապենյակ, պրուստը չեմ ուզում ձեզ խոզի գրիպով վարակեմ։ Ոնց խոզի գրիպ ես ախպեր։ Երեք գոջու գրիպ է, հասունացավ դեռև խոզի գրիպ։ Լավ ես նայում էլի։ Բթում եմ ապենյակ, բթում եմ։ Պես ինչ կա։ Մենք քեզ կանչել ենք ախպերս, որ մի հատ կյանքային բան ասենք քեզ։ Չգիտենք այդ ինֆորմացիան ձեր տան մեջ ֆռում է, չի ֆռում, բայց գտանք, որ ճիշտը մեր ասելն է։ Ասա ձյաբ ջան։ Ասեմ կարբիտ ջան։ Մխո ջան, այսօր չփլեն իրա ծնողների հետ գալու են ձերյան, խոսք ուզելու էր։ Այնվի։ Դուխով գակ ջան։ Ապա ասում եմ չգժվի խփի մփի մեզ։ Չէ, ապա ռիսկ չի անի։ Հա, գնացինք։ Դավայ։ Մկրտիչ ջան, հետդ խոսալու բան ունենք ապեր։ Խոսանք ապեր։ Ապեր մենք մեզ ունենց վատ ենք զգում երեկվա համար մկրտիչ ջան։ Այ ախպեր Յանի, ինչ կա վատս գալու երեք գնացինք մտնորովս անցավ պահատիվ տվինք անցավ գնաց հիմա։ Չէ դե, այդ մոմենտով չեմ ասում, էլի ապեր։ Բա։ Ուղղակի ապեր մի տեսակ մենք մեզ վատ ենք զգում էլի, որ Արևշատյանին չենք ասում քո ու վրեժի աղբեր լինելու մասին։ Ինչ է նշանակում վատ ենք զգում, արա։ Դե մկրտիչ ջան, պարոն Արևշատյանը մեր շեֆն է, ու մենք իրան շատ հարգում սիրում ենք։ Ու մի տեսակ իրանից թակում բան պահելը ճիշտ չենք գտնում, ցավդ տանեմ։ Մենք միշտ մեր շեֆի հետ անկեղծ ենք եղել, ու դրա համար ինքը մեզ միշտ գնահատել է ապեր։ Այ ախպեր թարգեք հիմա երեք մենք նստանք խոսացինք, հասկացանք, որ դա անցած թեմա է։ Յանի ինչ եք հիմա եկեք խոսում չեմ ջոգում։ Մկրտիչ ջան, ցավդ տանեմ։ Մենք սաղ գիշեր չենք կարացել քնենք, տանջվել ենք, ախպեր ջան։ Ու որոշեցինք, որ գնանք պարոն Արևշատյանից ասենք։ Ուղղակի ասենք գանք քեզ կուրսի պահենք, որ Լավ։ Հələ համբերի տենակ ինչ ենք անում։ Դե բա, անընդհատ թող հաց կերցնելով չի մկրտիչ ջան։ Արա հələ համբերի տենակ ինչ ենք անում բա։ Ալո։ Վրեժ։ Ուր ես։ Որտե՞ղ եմ։ Ապա պիտի հանդիպենք։ Մամեցնյակ։ Ասա բալես։ Ես ուրեմն ես ես տան լիրավ անդամ չեմ, հա։ Այսինքն լիրավ մարդ չեմ ես։ Բայց ինչի ես տենց ասում, այ բալա։ Բա ուրեմն որ դուք մի բան եք որոշում։ Ինձ չարժի հա մի այսքան տեղյակ պահել, հա։ Ուրեմն ես իմ ընկերներից պետք է լսեմ, հա, այդ բոթը։ Բայց ինչի բոթ, մխո։ Լավ, թույլի գույժ։ Մխո ջան, բալես, Նարեկը շատ-շատ ա փոխվել, իր ինչ ասել այդ նկատել։ Շատ ճիշտ ես ասում։ Շատ ա փոխվել Նարեկը, շատ։ Օրը 5 անգամ փոխվում է, չի կարում նույն շորով մնա։ Ուր է Իրենը։ Մխո ջան, արդեն ամեն ինչ որոշված է։ Իզուր տեղը լարվածություն մի սարքի էլի։ Ախր այս սրբություն։ Նարեկը այն մարդը չի, որ կարենա մշտական մեկին սիրի, այնի շուտ ձանձրանում է, այնի երկար չի կարում մեկին նվիրվի սիրի, հասկանում ես։
Մղջան, էդ էլ հո տեսակի խնդիր չի։ Տեսակի խնդիր չի, բա ինչ է։ Ես չեմ ուզում ախր իրենչուին ալցունք նաշկերին տենամ հորական տան շեմին կայնած մի օր։ Բալես, որ քուրդ այդ տղուն ա սիրում, ինչ կարաս անես, հա։ Ես դրա համար էլ ընկնում եմ ներվացիոպկի մեջ էլի։ Որովհետև ես էգոիստ մարդ չեմ, որ էգոիստը լեյ կասեդի ում էդ ուզում ա թու պսակվի է իրա գործնա, բայց ես էգոիստ չեմ։ Մխո, Նարեկի ծնողները ուղղակի այսօր պիտի գան, նստեն, խոսենք, դե ամեն ինչ հո վերջնական որոշված չի։ Բա ինչնական է, որ վերջնական չի։ Ավելի լավ այն քաջիկին ուզեր, քան ես Նարեկին, լուրջ եմ ասում։ Մխո, հանկարծ կռիվ չգցես, հա։ Քեզ կտանեմ իմ կոսմետոլոգի մոտ, հետո ընդեղից է կգնանք սալոն, լավ։ Հա։ Անուշի գլեմ ես մենակ թուղ։ Ասա մխո։ Իրեն դու որոշել ես քու կյանքը կապես չփլեի հետ։ Հա։ Իրեն դու ուզում ես քու կյանքը կապես չփլեի հետ։ Մխո չլսեցիր։ Դրա համար է ասում էլի մեզ մենակ թուղ։ Հա Իրեն։ Հա։ Իրեն նորից եմ հարցնում։ Դու ուզում ես քո կյանքը կապես չփլեի հետ։ Մխո բարդ է հասկանալ այդ բարձ բանը, չեմ հասկանում։ Իրեն շուտ պատասխանի հարցիս, քանի մարդը մեկը ստե գետնին չի փրվե։ Հա, բա։ Իրեն չէ դու լավ գիտես ես քանի տարի եմ առևտրի մեջ։ Գիտես չէ տուլի տանելուց ինչ լավ եմ, բայց ես այդ դեպքը չի։ Ուրեկան խոսք ուզելու, դու նշան դրեք ալնելու, հարսանիք հասկանում ես։ Մխո, ես իմ ընտրությունը արդեն արել եմ, ու այդ հաստատ է։ Առայժմ։ Ոնց որ ընկերներդ են քո հետ վարվում, նենց էլ դու ես Իրանջայի հետ վարվում։ Արա պատկերացնում ես այ ախպեր։ Անընդհատ ուտել խմելու ալիք եմ վառում։ Այդ վելտար պատիվ դուր այ ախպեր։ Ես ինչի։ Հա բավ։ Հիմա ով ունի գործնելու այ Մակո ջան։ Ես որ հաստատ չունեմ ախպերս։ Դու պետք է շահագրգռված լինես, որ գործը ձեռք չէ տա։ Մա դե ասա կրակն ընկանք էլի ապը։ Մա կրակն ընկար, բա ինչ արեցիր։ Ապեր մի անգամից տալ մի հատ կարգին պատիվ դուր պրծե էլի։ Իսկ սովորեն։ Արդեն սովորել են։ Վարուշ շուտ արա զարթնի։ Վարուշ։ Սովջան, մեղ կայելի թող քնի։ Դե մի կես ժամ բան պիտի երգի էլի։ Վարուշ։ Վարուշ վեր կաց, գնում ենք մեր տուն։ Ինչի։ Չգիտես ինչի։ Մի կես ժամից էլի կյանքը։ Չէ, կես ժամից մենք արդեն պիտի մեր տանը լինենք, վեր կաց։ Վարուշ։ Կյանքս կներես էլի։ Ես էլ եմ ահավոր նեղվում, որ պապան սենց բաներ է անում։ Վարուշ։ Գնանք։ Մի կես ժամ բանը կերքես, հետո պապան տեղ կգնա, մենք միասին կմնանք։ Միացրալ։ Մտար, երկն է տուպա, մտար։
իմ աղբերս, ջան, 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 լավ աղբերս, քեզ խուրբան։ Սպասի, Քարգը։ Սպասինը, արիմուտ։ Երկա։ Կուզեմ մեջքիս կանգնած լինի իմ աղբերս, ասված լինի քեզ պահապան ջան աղբերս, այս աշխարհում դեռ անելու շատ բան ունենք, մենք միասին մի այլ ունենք ու մի տունենք։ Ուրախ ցարարա։ Հիմա որ զանգը գա, չէ, միջև վեկալ ես երկն է տալու, հա։ Չէ, ախպերս, մի հատ է քաղաքում, չէ, չի լինի քաշել։ Ես արդեն քաշել եմ, հա։ Ոնց, հիմա են գնում։ Ախպերս, ջան, հելա, ավտոն խոտ տվար, հեսա եկանք ցավը տանեմ, Ցավը տանեմ, բուտ, եկարա, Նստի, պրծանք, Պապա դուշ կգա? Չգիտեմ, գիշերվա կեսին ազվել գա։ Ես հենց նոր հասկացա, որ քեզ ավելի շատ եմ սիրում։ Արի։ Ուր։ Զորիկ զենք անշում։ Գնա տես ինչ ասում։ Ուր եք ծո։ Ընդմիջման էինք, մելր չեմ։ Ընդմիջման էի։ Հա, չիկեր չեմ։ Կենտադրեմ ձեր ընդմիջման գլխավոր հովանավորն էլի մգրդիչներ, հա։ Չէ, դե ասեցինք գնանք մի կտոր հաց ուտենք էլի իրար հետ։ Վայ, կրակածիներ, վայ։ Սա դուք չեք էլ պատկերացնեք, թե ես ձեզ ինչքան լավ կճանճեմ։ Բայց ձեր դեպքում խորհուրդ չեմ տալու, խնդակ, որովհետև ձեզի մարդ ինչքան շատ կճանճեք կամ վատ ձեզի մար։ Գնացեք ձեր գործին։ Դավայ անցած։ Հեգուցել եք, չէ՞ էլի մգրդիչի հաշվին ուտել խմելու։ Հաբիշ կենեք, կուլեկեք խմեք, բայց օրնձի լսեք, ամփորձան կեղնելու կենացեր ու անգամ կխմեք։ Թաշիրեք։ Դավայ լակ։ Մախո, ինչ ես ուզում անենք քո համար ախպերս։ Ապե ուզում ես այդ չպլախիկին բերեմ մի երկու օր պահենք պատվալում։ Չի երը, մեր ընկերներն է ոստից բան թույլ տանք։ Արա սիրտդ լեն պահի, մխո ջան, արա։ Արա Նարեկը կյանքում իրան թույլ չի տա Իռնչոյին նեղացնի, ապա այդ հաստատ։ Այդ բաբնիկությունն էլ ծելության հետ կանցնի էլի ախպերս։ Դու յանի մխիթերից, հա։ Ապե բաբնիկությունը մենք իր մեջից կհանենք, դու արխեին եղի։ Ապե ուղղակի հիմա ոնց որ քո մոտ պրինցիպը ավելի շատ ջոգում ես, որ քո ասածը չի անցել։ Դու դրանից գժվել ես։ Դու չի եղբինեք չկա տես բանի։ Ախպեր կարող ենք մեր ուզած տղուն ընտրենք իր համար, բայց ինքը հետը չկարենար յոլա գնար ջոգում ես։ Թող ինքը ընտրի նրան ախպեր, ում երջանկը հարմար է գտնում։ Ես էլ շոր չի ախպեր, որ ասենք սազում կամ չի սազում։ Թող ինքը բզբզա ախպեր, թող ինքը բզբզա հասուն աղջիկա վերջի վերջում խո ջանը։ Ալթենձելյանն են ապե։ Իրանք չեկած ես տնից թողի թղը։ Արես ինչ քֆուրքի աֆար են գրե ախպեր։ Լե։ Արա բասես կմենտ են անում ախպեր, բա որ մեր քրերը մտնեն էս սայտ արա։ Ուրս պայծառերը վլեդերան մի երկու բան գրի, կագրած լոք շլրվածի։ Ամոթա այդ ընգեր ջան քեզ մի քիչ զուսպ Այ տաղարը
Այդ վերևի վիդեոյի համար է կոմենտ գլած։ Արա այդ ինչ կապ ունի այ ախպեր բալքի մեր ընկերը շքինն ա մտնում ես այդ խի աշկը կֆուրտեն ա որ։ Ապե կոֆե կխմեիք։ Արա ախպորպես բերես անգամ ես դնեմ էլի։ Արա դու միշտ այդ հարցը տալիս ես ու միշտ քեզ պատասխանը չի հետաքրքրում ախպեր։ Ուսուր բան գրես։ Դու ով ես որ ինձ ասես ես։ Վախ մորս արևարը։ Գրիլը համարը տասը։ Արա ասա թող վազելով հենց հիմա գաս տեղ արա, հետո այդ էկրանի հետևում նստած լավ տեղ են։ Համարը թլը գրի արա։ Արա տես շիլը սմերը, նույն բանը գրի։ Համարը թլը գրի արա։ Կյանքիս կես տանցել, պապիկ եմ դարձել, քո աշխարհ գալուն ես շատ եմ սպասել, կյանքիս կես տանցել, պապիկ եմ դարձել, ձեր աշխարհ գալուն ես շատ եմ սպասել։ Հոպ։ Վարուժ ջան, այս շորերով որ երգում ես, չես շոքում, ապեր։ Դե շոքում եմ։ Հանի։ Չայ ախպեր ուր հանի։ Պրոստը հարցրի շոքա թե չէ։ Ամել հանի օտարուսիկով չի կանգնելու դեմներս երկի արա։ Գնաց։ Քնիր անուշ բալես, հերիք պապիկ ինչ արչարես, չէ որ դուն իմ քաղցր բալեն ես, քնիր անուշ բալես, հերիք պապիկ ինչ արչարես։ Osın 8000 եկյալ է, պատկերացնում ես։ Բայց ինչի տենց շատ։ Ես շատ իմանամ համու, ինչի է տենց շատ։ Չես մուծե։ Ինչով մուծե, յարա, մոտս փող մնաց։ Այսօր որ չմուծեն կանջատ են ապեր։ Ապա ես Արեշլեզյանից ուզողը չեմ։ Բա ումից կարելի է պարտքով փող վեկալել գագու։ Ումից որ կարենք պարտքով վերցնենք, արդեն վերցրել ենք համու։ Հարես ի՞նչ թարսություն է։ Փաստորեն այսօր մեր տանը մութ է լինելու, հա։ Բայց ինչա մութ լինելու։ Բա այն մկոն։ Հա, մկոն ինչ։ Ձեզանից ով է այդ քֆուրները գրը։ Ես ապեր։ Խի է ապը։ Իրավունք չունեմ։ Խոսքի ազատությունը քֆուրի ազատություն չի։ Սա ինտերնետը ձեր քֆուրների տակ է մնացել, պես բան են անում։ Շատ էլ որ լեզու չունի պատասխանյակ ուզի։ Մենք որ քֆուր ենք տալի, ապե ջան, ցիվիլիզացիայից կիլոմետրերով հեռու ենք գնում ու 1000 անգամ ստուգում ենք, կողներս աղջիկ, երեխա։ Ինչու՞ չէ, նաև տատիկ կողներս չկան, նոր ենք մեր սրտի կուտակվածը արտանետում։ Բայց ես ի՞նչ ա դառը ընկեր ջան, ով ոնց ուզի, ինչ ուզի, հա, ինչքան ուզի, չես մտածում որ այդ քֆուրները կարող է քուրդ կարդալ, արա։ Ուրիշ ինքն հաստատվելու տեղ չի մնաց, է։ Ախպեր, բայց դու տեսար ես ինչ վիդեոյի տակ եմ էտի գրել։ Չկար, հա, դրա տակ տենց բան գրելու։ Մենք էլ ենք ինտերնետ մտնում ու լիքը բաներ մեզ դուր չի գալի, բայց մեր ամոթույքների ու իրանց աշխատելա ոճի մասին բացեի բաց չենք ասում ալամ աշխարհին, ապե ջան։ Հասկացանք, որ իրար չենք սիրում։ Բարձավ սերը, վերջացավ գնաց ես իմ ինչի հետ։ Բայց գոնե կարելի է չէ մերձավորին չմերձել։ Լմի րոպե տղեկ։ Ասվեկալել ես հեռախոսը։ Հա։ Բա ձեն հանի։ Լսիլը դու ինտերնետ մտնում ես։ Հա։ Կոմենտներ, բան, կարդում ես, չէ։ Սվաբոդնի ասա, չեմ խփի։ Դե նայած։ Վերջացավ։ Խոսքի ես իմ ընկերու հետ քայլեի ու դու այդ ժամանակ կողքից քֆուր անեիր։ Ես ի՞նչ պետք է անեի այդ ժամանակ։ Իրանի հետ օրինակը ինչի ես բերում որ։
Բա հետա դուրս գալիս։ Ընկերուհիս ինտերնետով մանա գալիս իր համար, մեկ էլ հոպ քֆուր անգնում աշկը։ Ինչ կանի համայնայոց կարգվիտ այդ մարդուն այդ ժամանակ։ Արա։ Արա դե լավ էլի կարբի տարալը նորը իսկսե բարձել ախպեր խի արամարիր։ Հեսա դուք կտենակ ձեր հալը։ Արեք ստել արա։ Այդ ջոգիկ պլծել են գալավոտ գնում եք։ Արա լավ է այ ախպեր արա ձերը տեղ գնալ չի լինում արա։ Արա ես այնքան կասեի ինքը իրան կխփեր կգնար արա։ Ախպեր, սոված եմ, զալա չկա։ Բայց Մելոն ուրա։ Գործով տեղ գնաց։ Մկրտիչ ջան, ցավը տանեմ։ Այսօրվա խորովածը շատ համով էր։ Ամեն ինչ տեղը տեղին էր, շատ գոհ ենք, մեռնեմ սապիտ։ Ուղղակի Մկրտիչ ջան, ստեղ մեծ ներփություն կա, էլի ցավը տանեմ։ Մկրտիչ ջան, չմտածես թե մենք ուտող-ուրացող ենք ապեր։ Ուղղակի նենց մի տեսակ տեղներս չենք գտնում, էլի ապեր։ Ուզում ենք Արևշացյանին ասենք, որ դու վրեժը աղբերներ եք։ Արելի դուք սկսակ։ Մկրտիչ ջան, հարազատ ջան, ցավը տանեմ։ Ախր մեզ ճիշտ հասկացելի։ Մենք այն տղերքից չենք, էլի ցավը տանեմ։ Մեր սրտին չի նստում, որ Արոն Արևշացյանից ինչ-որ բան ենք թաքցնում։ Ուզաստրետ ինչ արա։ Ոչ մի բան Մկրտիչ ջան, բա եղավ, կարող է մենք այն տղերքից ենք, որ Արևշացյանին չասելու համար ինչ-որ բան ուզենք քեզանից, ցավը տանեմ։ Դու մեզ լավ ես ճանաչում, Մկրտիչ ջան։ Ուղղակի ստեղ մի հատ sense ներփություն կա էլի Մկրտիչ ջան։ Մեր հոսանքի վարձն է եկել։ Չենք կարող լուծենք, հարազատ ջան։ Հիմա որ մտնենք պարոն Արևշացյանին ասենք ձեր մոմենտով։ Պարոն Արևշացյանը կհանի մեզ կվարձատրի, փող կտա։ Մենք էլ կտանենք լույսը կմուծենք ու կպրծնենք, ցավը տանենք։ Ոնց որ այս մեր ազնվության դիմաց կվարձատրվենք, էլի ապեր։ Հա էլի ջիգեր ջան։ Արա լավ երեքա գլուխս ցավացնեք։ Ասեք տենամ ինչքան ապեր։ 18000 Մկրտիչ ջան։ Անես 10000-ը ինչ էլ պակասի վրան ավելացրեք մուծեք։ Մերսի Մկրտիչ ջան, մենք անպայման աշխատավարձ ստանանք, կվերադարձնենք ապեր։ Մկրտիչ ջան, գոնե մի 5000-ը ավելացներ էլի ապեր։ Արա դա չկա էլի վայ։ Լավ, գոհ ենք ջիգեր ջան։ Գոհ ենք Մկրտիչ ջան։ Արա մեռնեմ ձեր ջանին, այ ախպեր, արա տեսքի չէ ձևը։ Այլի հասկացակ ընկեր ենք, ախպեր ենք։ Արա ախպեր, բայց չի կարելի չէ դնել մարդուն տես շահագործել։ Ջիգեր ջան, այ վրեժ ջան, ցավները տանեմ։ Մենք ոնց կարանք ձեզ շահագործենք։ Ուղղակի ապեր։ Ուղղակի Գագո ջան, մենք կարայինք չէ ձեզ չորով ասեինք, որ այդ ինֆորմացիան պետք չի տարածվի։ Ասենք ավելի նենց ընկերական ախպերական լուծումներ տանք, ախպերս, տես չի։ Ապեր, ու եթե տենանք էս sense չի գնահատվում, հաստատ ուրիշ ձև կխոսանք արդեն, արա։ Սպասի։ Մեռնեմ ես ձեր սրտին, ցավները տանեմ։ Վրեժ ջան, ես այդտեղ խնդրեմ չեմ տենում, ջիգեր ջան։ Աբա ինչ եք ասել, Յանի Մարևշատյանին չենք ասել սրտներից չի նստել, հա։ Վրեժ ջան, վրեժ, ապեր մենք ուղղակի Արևշատյանից շատ կապված ենք, էլի դրա համար, ախպեր ջան։ Արա թարգը տվեք Գագո։ Դες բան չեն անում։ Այն 10000-ը որ ստանաք, այս մարդը փողը կբերեք կտակ, եղավ։ Հարց չկա, վրեժ ջան։ Մելոնը։ Ամոր նստի ավտոն։ Բա ես Մելո ջան։ Ու կնայրու խաղերը։ Նստի ամոր։ Ամոր քիչ շատ չէ սրանց այդ ձեր շփումը։
Ընկերություն բանկ ենեք, հա։ Հա, Մելո ջան։ Ինչ ընկերություն այդտեղա։ Ստեղ չկա ընկերություն, ինչ եք գդել իրար դարա։ Մելո ջան, Արևշացյանին չես ասի, չէ։ Կարող եմ ալ ինչպես Պերնիտ տամարա։ Կարող եք դες Արևշացյանի վստահված անձնա։ Մելո ջան, մկրտի չէ վրեժի, օրքուրի տղեն ապեր։ Վայ, արա։ Պես է գիտեի։ Գիտեի որ իրանք պես մոդիգություն կենեն իրար հետ։ Ինչի շուտ չէի շի այդտեղա։ Ձեզ հետ անենցի խարի պատիվ մատիվ կուդան, հա որ մարդու բան չսեք։ Հա, Մելո ջան։ Ձեզ հետ պես բան է պետք, չէ։ Բայց չես ասի, չէ, Մելո ջան։ Էլի խառն իրար այդտեղա։ Վարեջն է մգրդի չնեղր Գյոր Արևշացյանի մոտ աշխատի։ Երևի էլի։ Երևի ու քեզի զիբիլ այդտեղա։ Բայց ինչի համար, Մելո ջան։ Ապելուտ համար։ Գագոին ավելի մեծ դոզակ սպասվի։ Խոսք ուզեցին։ Դե տենց մի քիչ շփվեցինք գնացին։ Խոսք տվեցիք։ Երևի մի քանի ամսից կնշանվենք։ Նարեկը հենց ինստիտուտը ավարտի կամ ուսնանենք։ Բայց բժշկականը ավարտել է ալում։ Ինքը դեռ 5 տարի ունի։ 5 տարի։ Այդքան չես դիմանա, չէ՞։ Ես գիտեմ դու հետո այնքան ես շտապացնելու, որ ամուսնանանք։ Ինձ որ լսեք ես վաղն եք արեք ամուսնանաք։ Էլ մի։ Լուրջ եմ ասում։ Ինչ կա որ։ Մեզ շուրովեիր, կեսուր կեսրերիդ մոտ ապագա։ Հա, քեզնից էին հարցնում։ Բայց չասիր, որ մխոն դեմա մեր միությանը դրա համար ներկա չի։ Էդ էլ դուք ասես։ Բայց լրջով ինձ դուրս չեկավ ձեր կայացրած որոշումը իրեն։ Ուրեմն նշանվես 5 տես որ ավարտի նոր պսակվեք։ Հա, բայց մեկը հիմա ես էլ եմ չէ սովորում։ Աղջինակ ջան, ախր դու իրանից շուտ ես ավարտելու, ես քեզ ոնց բացատրեմ։ Չնայած իմ միշտ գործն է, ինչ ուզում եք արեք, դու արդեն հասուն աղջինակ ես, ես չպետք է քեզ ուղղություն ցույց տամ։ Հələ որ ինձ լսեք, վաղնե աղջինակներով կետակ սաունը լավ կխմեք կպայթեք։ Բարև ձեզ կանետ։ Բարև Նարեկ ջան, արի։ Կներես էլի Նարեկ ջան, որ անընդհատ քեզ եմ անհանգստացնում։ Այ ոչինչ խնդիր չկա։ Ուղղակի չգիտեմ ում դիմեմ։ Հիմա էլ մեքենա է ուզում առնի։ Փող չունենք, բայց մեքենա է ուզում առնի։ Ասում է վարկով փող վերցնենք, առնենք։ Ուրա տանն է։ Հա, սենյակում է։ Մի քիչ հետը խոսացի, նեղացավ փակվեց սենյակում։ Մենք ծերը ծերին հազիվ ենք հասցնում, Նարեկ ջան, իսկ ինքը ուզում է մեքենա առնի։ Ու ես վախենում եմ, որ ինքը հետ կանի։ Լավ, ես ես այդ կխոսամ կանետ։ Հա, էլի Նարեկ ջան, մենակ քեզ եմ լսում։ Ամբո ինչ ա եղե։ Հեչ ապեր։ Բայց չի չես մտնում զենոց դրության մեջ։ Ապեր ես իրացիցո փող չեմ ուզում։ Ես ասում եմ կաշխատեմ, ամեն ամիս կփակվեմ, չեն համաձայնվում։ Այդ աշխատածդ բեր, զերոց մի քիչ օգնի, ամբո։ Მე օգնում եմ։ Սաղ իմ թայ տղեկը հիմա մեքենա ունեն, իսկ ես չունեմ։ Հակնվի իջի ներքև։ Ինչի։ Իջի կասեմ։
Արդեն աղբերը թողում այս ժամերին դուրս գաս։ Ասացի, որ գնում ենք կես ժամով Մարիանուշին տեսնենք կամ։ Մարիանուշի անունը լսում ամեն ինչ մոռանում է, չէ։ Էլ մի դու էլ գիտես, որ տենց չի։ Ես եմ չեմ խոսալու Մարիանուշի հետ։ Չէ, ես իրան շատ քաղաքավարի ձևով կբացատրեմ, որ Նարեկից հեռու մնա։ Իրեն ինչ քաղաքավարի։ Կանչում ենք չորենք։ Այ հիմա ես հասկանում եմ, թե դու ինչի ես գրավել Կարպիտին։ Գիտես չէ, միջև հիմա չի դզվում։ Ընկերները ուզում են ինձ հանեն իր մեջից, բայց ոչ մի բան չի ստացվում։ Հա, բայց Մխոն չի հավատում այդ պատմությանը։ Մխոն ոչ թե չի հավատում, այլ չի ուզում հավատա։ Գիտես չէ, Սևռամ ձեզան կանչելա ձեր տուն, ինձ թվում է այս թեմայի շուրջ է ուզում խոսամ։ Ասելու ես։ Չգիտեմ դեռ։ Չեմ որոշել։ Հմբոջան, դու ավտո քշել գիտես։ Հա, բա ոնց։ Դες բանալիները վերցրա։ Մի քանի կրուկսես կքշես, հավեսդ կհանես, կտաս ինձ։ Լուրջ ես ասում ապեր։ Ոյ, բա ոնց։ Արա հմբո կանգնի արա։ Հմբո։ Դրանք էսան ոչ էլ կգան։ Դու գիտես գալու են։ Ենքան էլ տենց ասել աղբեր կգանք ու կորել են։ Համ տեսա դաշտից, համ էլ դաշտից։ Հենա, նայ, մոտը ծոցակ ունի գրած։ Հա, չպլե։ Ապեն հմբոր մեքենաս տարավ։ Ուր տարավ։ Քշես գնաց արա։ Արա մեռնեմ ջանի, դու ծե ապիկին ես զանգի, ոչ թե ապահովագրական ընկերություն։ Ու հմբոնել են քաշը չունի, որ մենք իր համար հասնենք այդտեղ ջոգում ես։ Դու ավելի լավ ձեր քուչի աղջիկին դիմես այդ հարցով, իրանք այդ խնդիրը ավելի տոշնի կլուծեն։ Մերսի ապե։ Մենք միշտ ժողովրդի կողքին ենք, արա մեռնեմ ջանի։ Դու ցանկացած հարցի դեպքում ինչ պետք է, հարց չկա, խնդիր չկա, զանգի գանք, հասնենք, անենք, ապեր ջան։ Բայց շատ լավ մարդիկ էին Նարեկի ծնողները։ Հա։ Ես այդքան երկար Նարեկի մոր հետ չէի շփվել։ Այախի ջան, ոնց անցան տարիները, չէ։ Սուս։ Տարիներս ես ոնց անցան երազի պես, կարոտում եմ իմ աղբերս ամեն օրը քեզ, իմ աղբերս ջան, ջան, ջան։ Այսօր արդեն մտածելու բան չունեմ, աղջիկ ունեմ պսակելու ու տղա ունեմ տանը մնացած։ Այ աղջիկ ջան, բայց ծիծաղած, բա ինչ կանես։ Հիշվեց որ մերոնք եկան քեզ ուզելու։ Հերդ չեմ ու չեմ էր անում, բաներ անում, դե ժամանակ գործ չունեի ձեռս, չէ։ Յո, էլ մի սկսի, հա, մերոնք քեզ միշտ էլ հավանել են։ Այ աղջիկ ջան, հավանել են, բայց ցեխ ունենալուց հետո։ Չէ, էլի վռամ։ Ինչի՞ չէ։ Մարգարիտա, մոռացել ես որ մերը չեն ուզում ինձ տենար։ Տեսնում էր, հայացքը թեքում էր, դեմքից էլ եսիմ ինչեր էր թափում, աչքով աչք չուներ։ Նոր հետո երբ որ արդեն փող ընկավ ձեռս, արդեն ժպիտ հայտնվեց դեմքին, ոսկի ատամները սկսեցին երևալ։ Աղջի, ես պատկերացնում եմ, որ ձերոնք հանկարծ քեզ ինչ չտային, ոնց էին փոշմանած ընելու։ Ես մենակ պատկերացնում եմ, գոհարեմ։ Քեզ մի թանկացրու, հա։ Տոլոսի աղջիկ ջան, մոռացել ես մեր դասանի Մարինեն, Սուսոն, Արուսիկը, չուզեցի դրանց այսպես դեղվել էին։ Որտեւ երիտասարդ տարիքում Վրամ ջաջան կրակոտ տղա էր, բա ես ուժեղ կրակում էի։ Լավ, լրջացի։ Լրջադամ, աղջիկ ջան, ես ընդհանրապես իմ իրենչոյի մասին երբեք չեմ մտածել, ոչ էլ անհանգստացել եմ, որովհետև սիրուն աղջիկ ա եղել, հավանողները միշտ էլ եղել են, ու իմ էլ, ահա, տեսար։ Ես ավելի շատ անհանգստանում եմ այն ուղտ քորողիս համար, որովհետև այդ գադեն ընդհանրապես ոչ բոյով է ինձ քաշել, ոչ առնականությամբ, ոչ դուխով, ոչ էլ աղջիկ հավանելու տաղանդով։ Ու ես այսօր օրը արդեն սկսել եմ կասկածել, այդ տղեն կյանքում մի բան բաշարելու է, թե չէ։ Ու վայ թե չբաշարի, գիտես։ Նարեկը։ Այս ուր ա գնում։ Են Կարմենից շենքը չի։ Հա։
Ասեք հələ տենամ ում եմ մորթում։ Չփլենա նեղացել։ Ապենյակ 5 րոպեից ելնես մեր պատվալում, բանկա ուտենք։ Էսի չես անում, բախո։ Երան ինչ ճուգել ես համ քվորնյակիս հետ կարաս ընկերություն անես, համ էլ ուրիշների հետ ֆրֆրաս էր։ Մի հասկացար, որ ես սուտ չի ասում։ Հա։ Կներես, որ քեզ չեմ լսել։ Դու շատ վտանգավոր տիպ ես, արա։ Մարդիկ պետք է կիլոմետրով քեզից հեռու մնան։ Չէ, բայց ամենայն դեպս մերսի ապել շատ։ Վաղը եւ այդ գնում ենք Անուշիկենց տուն խոսք ուզելու։ Միանշանակ որոշված է։ Վաղը գնում ենք, всё։ Ինչ խոսք ուզել։ Ուզում եք դիտել շարունակությունը 3w.shantv.com